Տիկին Ալեքսանյան, տեսեք, մենք շարունակում ենք հետևել 17 արդարների եւ Բագրատ Սրբազանի գործով դատական նիստերին եւ մենք իմացանք անցած շաբաթվա վերջ, որ Վահագն Չախալյանին կամ հասարակական նախաձեռնության հիմնադրին բավականին հայտարարակ սարսափելի պայմաններում են պահում։ Դուք ձեր նախնական խոսքում ասացիք, որ անպայման ուզում եք անդրադառնալ հենց այս հարցին, համեցեք։ Շնորհակալ եմ ընձեռված հնարավորության համար, բարև հայրենակից։ Պատկերացրեք, Վահագնին զորով ուզում են ահաբեկիչ դարձնել։ Սրանից լավ հոտ չի գալիս։ Վահագնը երբեք ահաբեկիչ չի եղել, չկա եւ չի լինելու։ Վահագնի բոլոր քայլերը օրինականության դաշտում են, սահմանադրության դաշտում են։ Երբ ես իմացա, որ Վահագնին բարի իսկական իմաստով գցել են կարծեր այդ պատժախոցը, իմ սիրտը մխկտաց, որովհետև ես նրա հետ 8 տարի ճանապարհ եմ անցնում ու գիտեմ նրա մարդկային բոլոր հրաշալի արժանինքների մասին։ Մարդ, որը 14 տարեկանից պայքարել է արդարության, ազատության, սահմանադրական կարգի համար։ Նա սահմանադրություն խախտող չէ։ Եվ շատ շատերը, որոնք իմացել են, որ Վահագնին կարծեր են գցել, ու նա կոնկրետ ինձ հարցնում են, ամեն անգամ այդ տղային տեսնում են, նստած տեղից մտնում են թևեր մի տանում։ Մինչև երբ, ես եմ ուզում հարցնել, մինչև երբ այս հակազգային, պրոթուրքական, էլ չգիտեմ ինչ բառեր օգտագործել, իշխանություն, ձեզ եմ դիմում։ Դուք նույնիսկ նախանձում եք Վահագնի վարքագծին, ես այդպես եմ հասկանում, որտեղ այս իշխանությունը նույնիսկ ոմանց արտաքին տվյալներին է նախանձում, որը ուղղակի ծիծաղելի է, էլի, որ մարդը կարող է նախանձել, ասենք, հակառակորդի արտաքին տվյալներին։ Վահագնը այն անձնավորությունն է, ժողովուրդ լավ իմացեք, որի մասին Սաակաշվիլին արտահայտվեց եթերում։ Ես 3 թշնամի ունեմ՝ Պուտին, Իվանիշվիլի եւ Վահագն Չախալյան։ Դուք էլ պիտի վախենաք, այո, պիտի վախենաք Վահագնի արդարամտությունից եւ արդարադատությունից, որովհետեւ այսօր դուք փորձում եք կոտրել մի մարդու, որին ոչ մեկը վրացական բանտը 6 տարում չի կարողացել կոտրել։ Հիմա էլ արդեն որ երրորդ անգամն եք դուք նրան բերման ենթարկում, կալանավորում, 2-3 ամիսը մեկ ժամկետ է երկարացնում, Եվ այսպեսի պատժախոցեր տանում։ Եվ հիմա էլ պատժախոց, միայն դա էր պակասը, բայց իմացեք, վերև Աստված կա, վերև Աստված կա, իմացեք։ Ես հիմա կոչ եմ անում կամք հասարակական այդ նախաձեռնության բոլոր անդամներին, ովքեր դրսում են, ովքեր գործում են, ում համար մեկ չէ, թե Վահագնը որտեղ է գտնվում, հավաքվենք, զանգահարենք մեկս մյուսին, հավաքվենք, որոշենք գնալ հենց այդ կարծերի մոտ, աղաղակել, որ դա անարդար է։ Սա անարդար է, Վահագնը այնտեղ չպետք է գտնվի, ընդհանրապես էլ ուր մնաց կարծերում, պատժախցում։ Մեկ այլ հարց, մենք տեսանք, որ անցած շաբաթ մանկական Եվրատեսիլն էր, որի շրջանակներում Ալեն Սիմոնյանը տեսանյութ էր հրապարակել, որ ինքը նաև մոտենում է ադրբեջանցի պատվիրակին, երեխային, ողջունում նրան, հաջողություն մաղթում։ Սրա հետ կապված որևէ մեկնաբանություն ունեք։ Ես որպես մանկավարժ, եթե մանկավարժի ակնոցներով նայեմ, երեխային շնորհավորելը անմեղ բան է, հակամարտկային կլինի նրան չշնորհավորելը, բայց այդ ում որ շնորհավորում ես, որ նրա ազգը, քո ազգի երեխաների նկատմամբ ինչպես է վարվել, այ Ալյոնա, այ պիտակավոր կենթանի, կաներ թուրքը նման բան, հերիք է էլի, հերիք է մտնեք համապատասխան տեղը թուրքի, այդպես ես չեմ ընդունում, ինչու
Նրանք մեզ համար են մանկապարտեզից, նրանք մեզ համար են իրենց թշնամի, մենք նրան ողջ ունենք, հա? Մի հատ էլ դնենք գլուխներից ման տանք։ Ալենը իր ապագայի համար է դա անում։ Գիտի որ կգա օրը, որ ինքը Հայաստանում օդ շնչելու իրավունք չի ունենալու։ Իր ապագան է ինքը հիմիկվանից ճանապարհ հարթում դեպի իր ապագան։ Մենք նաև տեսանք, որ այս ընթացքում այս իշխանության ներկայացուցիչները ամենաբարձր մակարդակով ձեզ թոշակառուների գնացեք, գործ դրեք, 65 տարեկան ինչ տարիք է, որ ձեր գործը արեք, ձեր գործը սկսեք, չէ, չենք կարող 1000 դրամով էլ ավելացնել թոշակները, եւ այս իրականության մեջ մենք հիշում ենք падգամավոր Նիկոլ Փաշինյանը ժամանակին ինչեր էր բղավում թոշակառուների հետ կապված, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Շնորհակալ եմ հարցի համար։ Գիտեք, ցավոք սրտի պիտի ասեմ, ինչ անում եք, քիչ է անում թոշակառուների գլխին։ Քանի թոշակառու է բողոքի ձայն բարձրացրել։ Եկեք մենք ենք էլի, հիմա մենք ինքներս քանի թոշակառու ենք, որ դատապարտել է այս քայլը։ Նա ձեռ է առնում բոլոր թոշակառուներին։ Այդ մեկ, երկրորդը, այդ ոչնչությունը, որտեղ այնքան է հեռու բիզնես հիմնելու, տնտեսագիտական նորմեր պահպանելու գաղափարներից, որտեղ ինքը անգրագետ է ուղղակի, որ չի հասկանում, որ բիզնեսի համար հարկավոր է նախնական գումար հիմնադրամ, որպեսզի դրա հիման վրա հնարավոր լինի ստեղծել բիզնես։ Այդ որ թոշակառուն այսօրվա ունի այդ հնարավորությունը, եթե ասենք Պապիկյանի մայրը չի, եթե Ալյոնայի մայրը չի, եթե Գնել Սանոսյանի, այն որ իր քիթը հազիվ է հետը շարժում, նրա մայրը չի, էլ ում ասեմ, Ալենի մորը ասացի, չէ, որ ասֆալտապատման ընկերություն ունի, այ քեզ բան, այ անգրագետ, այ հիմար Նիկոլ, ես քեզ ասում եմ դու հիմար ես, որովհետև դու այնքան ես հիմար, որ եթեր ես սողում արձակում մի գաղափար, որը կյանքում անիրագործելի է։ Մեկը ես Գրագիտությունս բավարարում է ամեն ինչը, բայց ես ապրում եմ թոշակով, այդ ողջունելի չի էլի, որ ես հիմա այդպես արտահայտվում եմ, որովհետև դա մեզ պատիվ չի բերում ուղղակի։ Ինչով եմ բիզնես հիմնում։ Մի հատ կարող եք, մի հատ ստացի ամենաբարձր թոշակը, չեմ ասում մանկավարժի թոշակ, ստացիր ամենաբարձր թոշակ ու փորձիր բիզնես հիմնել։ Գիտես ինչու ես այդպես ասում։ Հայրենիքի գող Նիկոլ, ասում ես, որտև քեզ նման անուղեղների վրա հենվելով դու կարողանում ես մնալ ու թալանել մեր երկիրը։ Ես միշտ եմ ասել, հողը նախկին թալանչիների գլխին բոլորինը միաժամանակ, որտև այդ բոլորը հավաքվել են, կուտակվել են Նիկոլի շրջապատում։ Բոլորը այն Տիլի Գագոյից սկսած վերջացրած Խաչատուր Սուքիասյանով եւ մյուսներով, որովհետեւ նախկին թալանչիները չեն պատժվել ժամանակին, հիմա դրա համար երկիրը ծախում են Թուրքին։ Եթե կարելի է երկիրը թալանել, ապա կարելի է նաեւ ծախել։ Հանրային հեռուստաընկերության եթերում Ռուբեն Բաբայանը հայտարարում է, որ Միքայել Սրբազանին պետք չէր բանտել, պետք էր ճիպոտահարել։ Ես ամաչում անգամ ես մեջբերում անել, բայց ինչ ունեք ասելու Սույն անձին։ Այդ Ռուբեն Բաբայան կոչված ստահակը, անգրագետը, նա թերևս տեխնիկային թատրոնի խաղացանկում կարող է առաջընթացներ ունենալ, բայց նա հետընթաց է դեպի միջնադար։ Ոնց թե ճիպոտահարել Բագրատ Սրբազանին։ Միքայել։ Ներողություն, Միքայել Սրբազանին, ներողություն։ Ոնց թե ճիպոտահարել։ Բա քեզ ինչ կարելի անել, այ ազգուրած, այ հավատուրած, այ օճառվող, այ չգիտեմ Թուրքի որ մասերը մտնող։ Ես քեզ մի քանի անգամ անդրադարձել եմ անամոտ, ես եղել եմ քեզ մոտ տարիներ առաջ, երբ որ առաջարկեցի գրագետ չափածո տեխնիկային ներկայացման սցենար, ասած
Վայ, ձեռագիր է, ասում եմ, այո, ես ուսուցիչ եմ, ես չեմ կարող դա տպել եւ այլն, իմ հնարավորությունները չեն ներում, ով պիտի դա կարդա, որ կարծիք հայտնի, դու ես այ ալարկոտ հիմար, այ անամոտ, այ ազգուրած, դու մարդ չես, դու եւ քեզ նմաններն են, որ այսպես քայքայեցին մեր ազգը, տակնու վրա արեցին ամբողջ, ու դու ես ինտելիգենցիայի ներկայացուցիչ, դու մտավորական չես կարող լինել, որտեղ դու նախ եւ առաջ հայ չես, ուղղակի հայ մտավորական քեզ անվանելը մեղք է, հանցանք է, անամոտ, դու մի օր այս ամենի համար պիտի պատասխան տաս, այսինքն դու միջնադար ես ուզում հիմա, հա, ճիպոտահարեին Միքայել Սրբազանին, ինչի համար, որ քեզ նման հիմար չի, որ հասկանում է մեր հավատի արժեքը, մեր քրիստոնեական արժանիքների, այո, ոչ միայն արժեքների, այլև արժանիքների կշիռը գիտե, հա, դրա համար պիտի Միքայել Սրբազանին ճիպոտահարեն, բայց քեզ ինչ կարելի անել է, դեպքում քեզ հարկավոր է ոտքերից կախել, պարզապես ոտքերից կախել ու թողնել այնքան, մինչև սատկես։ Եվ եկեղեցու դեմ իրենք արշավը շարունակում են, Արմավիրի մարզում են կարծեմ Կիրակի օրը, իրենց շրջիկ քահանաներով, հոգևորականներով, խնդրեմ։ Շնորհակալ եմ հարցի համար։ Ցավալիորեն նոր հասկացություն առաջացավ մեր արժեհամակարգում։ Շրջիկ քահանա, շրջիկ պատարագ, շրջիկ պատարագիչ, շրջիկ ունկնդիրներ, շրջիկ մասնակիցներ պատարագի։ Շրջիկ ծափ տվողներ։ Այո, այդ ուղեկիցները հենց այդ ծափ տվողներն են, շրջիկ ծափ տվողներ։ Ամոթ եւ ամոթ։ Ես երբ դպրոցում աշխատում էի, միշտ աշխատել եմ երեխաների մեջ վար պահել այն հիանալի գաղափարը հայրենիքի պահպանության գործում եկեղեցու մատուցած ծառայությունների մասին։ Նույնիսկ երբ որ խորհրդային իշխանությունն էր եւ աթեիզմն էր գաղափարախոսությունը, բայց մենք որպես պատմության մասնագետներ պարտավոր էինք մատուցել հայոց եկեղեցին տակնի վրա, սկսած Սարգսակից, լուսարարից, Սարգսակից մինչև կաթողիկոս, որտեղ նրանք եւս կերտել են մեր պատմությունը, այսօր դուք գետինը մտնեք այդ շրջիկներ, բոլորը գետինը մտնեք, Աստծո պատիժը թափվի ձեր գլխին, դուք ինչպես եք համարձակվում անել այն, ինչ որ հիմա անում եք, ինչ է ձեր գինը, որն է ձեր գինը, հայրենիքը ուրանալու, հայոց պատմությունը ուրանալու, գետինը մտնեք, Էս ինչ եք անում, հետ դարձեք այդ կործանարար ճանապարհից, մի մտածեք, որ թուրքը մտավ, ինչ որ ստանդարտներ եք իրարելու, ոչ, թուրքի համար կամ մեկ ստանդարտ, հայ է գլուխը կտրել, վերջ, ես քանիցս ասել եմ, մի անգամ բարձրացեք Վանա Բերդի պարիսպների վրա եւ փորձեք փնտրել Այգեստանի տեղը, չեք գտնի, որտեղ ամբողջովին անապատ է, որովհետև ոսկու այդ փնտրտուքի հետևանքով թուրքերը տակնու վրա են արել ամբողջ Այգեստանը, որտեղ Վանի հարուստները իրենց ոսկին պահում էին ծառերի, բների տակ, չգիտեմ, մարակներում, անասնագոմերում եւ այլն։ Եվ ինչն է ցավալի, որ Արամ Մանուկյանի նման հայ գործին, երբ որ դիմեց Աղթամարի վանահորը, թե մենք պայմանավորվել ենք Ֆրանսիայից մեզ զինամթեր կբերեն, բայց վճարել է հարկավոր։ Եկեղեցու այդ սպասքը վաղ միսօր թուրքը մտնելու է, ոչնչացնի, տվեք, չտվեցին։ Եվ դիմեցին Վանի հարուստներին, սրանք հիմնականում առևտրականներ էին, գիտեինք, վանեցիները ոսկի շատ ունեին, 10 ոսկի անգամ չտվեցին, բայց կարասներով տվեցին թուրքերին, թե ընտանիքից ձեռք չտաս։ Թուրքը խո հիմար չի ձեզ նման,
թուրքը հայ հարուստի նման հիմար չի։ Ես ներողություն եմ խնդրում բոլոր այն խելացի ունևոր մարդկանցից, բայց թուրքը այդպես չի մտածում։ Թուրքի համար հայը համար մեկ թշնամին է։ Ու վերջ, այդ ոսկին վերցրին եւ բոլոր գլուխները մնացին անհայտ փոսերում։ Դաս քաղեք, ժողովուրդ, դաս քաղեք, ես բազմիցս ասել եմ, հիմա էլ եմ անդրադարձ կատարում, հայ մեծահարուստներ, հերիք է նստած մնաք, հերիք է քնած մնաք, ձեր ես ամբողջ կյանքում հավաքածը, ձեր ամբողջ բիզնեսների արդյունքը գնալու է թուրքի գրպան, հիշեք, եւ նրանք մեր ու մանուկ վերացնում են, որպեսզի երբևէ թեկուզ 100 տարի անց նրանց ժառանգներից որևէ մեկը գլուխ չբարձրացնի եւ պահանջներ չունենա միջազգային դատարաններում, չկա ժառանգ, չկա պահանջ, վերջ, ուրեմն հիշեք, դուք ձեր երեխաների ապագան անգամ այսօր դնում եք թուրքի յաթաղանի տակ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։